Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Տիկին Կարապետյան, ո՞նց եք։ Ես անկեղծ ասած սարսափած եմ, շատ եմ սարսափած։ Մի քանի օր առաջ գալիս եք այս ամբիոնից բնակավայրի անուն եք տալիս, խոսքը Մադաղիսի մասին է։ Բայց մոռանում եք, որ Ադրբեջանի նախագահը 20 թվականի հոկտեմբերի 3-ին անվանափոխություն արել։ Մի քիչ գուշ եղեք, էլի, մեկ էլ տեսակ պատերազմ բերեցիք մեր գլխին։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Այս դալիճում շատ են քննարկել այսպես կոչված արդեն հաստատված խաղաղության փաստի մասին։ Սակայն ես այսօր չեմ ուզում խոսել բուն փաստաթղթի մասին, սակայն ուզում եմ խոսել արդյոք Ադրբեջանում Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության եւ արդյոք գիտի, թե ինչ է խաղաղությունը։ Թերևս բոլորը այստեղ կհամաձայնվեն, անգամ քաղաքացիական պայմանագրի կուսակցության падգամավորները, որ թուղթը չէ, որ ապահովում է խաղաղությունը։ Խաղաղությունը ապահովում են հասարակությունները։ Բոլորը կհաստատեն նաև, որ Ադրբեջանում կա հայատացություն, իսկ ավելի ճիշտ ալիատացություն, որի անվանումը միջազգային քսենոֆոբիա է։ Ես ավելի շատ կուզեի խոսեի Ադրբեջանում տեղի ունեցող պրոցեսների մասին եւ կփաստեմ, որ այսօր Ադրբեջանում հայերին դնում են մեկ կողմում, իսկ մնացած ազգերին մեկ այլ կողմում։ Եվ ուզում եմ շեշտել, որ բացի քսենոֆոբիայից նաև կա ռասիզմի ձևակերպումը, որտեղ միջազգային կազմակերպությունը դեռևս այսօր չունեն հստակ ձևակերպում, թե ինչով է մեկը մյուսից տարբերվում, սակայն կարմիր թելով առանձնացնում է մի շատ կարևոր առանձնահատկություն, որ ռասիզմը ինքնին մի ռասայի, մի ազգի մյուսին ավելի բարձր դիրքերից նայելու եւ իրեն մեկ գերակա ազգ ճանաչելու process է։ Ես իհարկե կփաստեմ նաև, որ Ադրբեջանում կա քսենոֆոբիկ գործունեություն, որոնք մտադրված են, ծրագրված են եւ ունեն պետական համակարգում ամրագրված կոնկրետ process-ներ։ Այսօր մենք խոսում ենք պարոն Սիսակ Գաբրիելյանի թեկնածության մասով, որը նույնպես կապված է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մասով, սակայն շեշտեմ, որ անգամ Ադրբեջանում նույն ատելությունը կա կրթության, գիտության, մշակույթի եւ ինչքան էլ որ զարմանալի լինի նաեւ սպորտի ոլորտում։ Իսկ հիմա ավելի շատ փաստերով։ Շատ հաճախ մենք մասնագիտական դաշտում կատակում ենք, ասում ենք, որ Ադրբեջանում անգամ եթե վատ եղանակը լինում, այսինքն կարկուտ է լինում եւ ավիրում է դաշտերը, այդտեղ մեղադրում են հայերին։ Ժամանակակից Ադրբեջանում ավելի շատ հայատացության հիմքերում կանգնած է նույն ինքը Հեյդար Ալիևը, ով 1999 թվականին իր հրապարակային խոսքում հաստատել է, երբ որ ինքը լինելով Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջի քարտուղար զբաղված է եղել ավելի շատ նպաստելով հայերի հանդեպ հատուկ վերաբերմունքի հանգամանքով։ Ես ուզում եմ ուղիղ խոսքի մեջ բերում անել, որտեղ կփաստեմ մի շատ կարևոր հանգամանք։ Այդ ժամանակ շատ է օգնում Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։ Միևնույն ժամանակ փորձում է այնտեղ փոխել ժողովրդագրական պատկերը։ Լեռնային Ղարաբաղը հարց էր բարձրացել այնտեղ ինստիտուտ, այսինքն բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու վերաբերյալ։ Ես մտածեցի եւ որոշեցի բացել այն, բայց այն պայմանով, որ այնտեղ կլինի բաժիններ ադրբեջանական, ռուսական եւ հայկական։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ոչ Բաքու ենք ուղարկում, այլ այնտեղ, այսինքն Լեռնային Ղարաբաղ։ Այս եւ այլ միջոցներով ես փորձում եի հասնել նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թիվը ավելի շատ լինի, իսկ հայերի թիվը նվազի։ Հեյդար Ալիևին հաջորդեց գանք ավելի արդի ժամանակներ, իր որդին Իլհամ Ալիևը։ Եվ կարող եմ հաստատական պնդել, որ հենց Իլհամ Ալիևի շնորհիվ է, որ հայատացությունը Ադրբեջանում ավելի արմատական բնույթ է կրել եւ ունի պետականացված մակարդակ։ Եվ շատ հաճախ փոխաբերական իմաստով ասած, այն խնդիրները, որոնք որ կան Ադրբեջանում, արդեն ցանված բերքերն են, որոնք ըմբոշխնում են Ադրբեջանի հասարակությունը։ Ադրբեջանում հայատացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային եւ որոշ չափով նաեւ սպորտային արմատացած համակարգ։ Եվ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, կուզեմ թվարկել Ադրբեջանի ներպետական օրենսդրության մի շարք հոդվածներ, որտեղ պետք է որ կանխվել process-ները, սակայն ցավոք սրտի դրանք հակառակն են ապացուցում։ Օրինակ, կրթության մասին օրենքի հոդված 4-ը, կրթության հիմնական նպատակը։ Հոդված 4-ի 4.0.2 կետը պատրաստել ազգային հոգևոր եւ համամարտկային արժեքներ պաշտպանող եւ զարգացնող
լայն աշխարհայացք ունեցող ժամանակակից մտածողությամբ եւ մրցունակ կադր մասնագետներ։ Հոդված 3. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները 3.0.1 կետը։ Հումանիզմ, ազգային եւ համամարտկային արժեքների անձի ազատ զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների եւ մարդկանց նկատմամբ հոգատարության ու հարգանքի, հանդուրժողականության եւ դիմացինին ընդունելու կարողության առաջնահերթության ընդունումը։ Հոդված 6. Կրթության ոլորտում պետական չափորոշիչները։ Կրթության պետական չափորոշիչները սահմանվում են հաշվի առնելով կրթության ոլորտում փորձարկված առաջատար միջազգային չափանիշները, ազգային եւ համամարտկային արժեքները։ Երեխայի կրթության իրավունքը, հոդված 25. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի որակյալ կրթություն ստանալու։ Այժմ անցում եմ կատարում երեխաների իրավունքների մասին օրենքին։ Հոդված 11. Երեխայի ապրելու ու զարգանալու իրավունքը։ Յուրաքանչյուր երեխա ունի ապրելու, ինչպես նաև ֆիզիկապես, մտավոր, հոգևոր, բարոյական եւ սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններով եւ կյանքի մակարդակով ապահովված լինելու իրավունքով։ Հոդված 20. Երեխայի մտքի եւ խոսքի ազատության իրավունքը։ Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգանքով վերաբերվել երեխայի մտքի եւ խոսքի ազատությանը եւ ամենավերջի հոդվածը Ադրբեջանի սահմանությունից ուզում մեջ բերել, դա հոդված 47-ն է, մտքի եւ խոսքի ազատությունը։ Կետ 3-ը։ Չի թույլատրվում այնպիսի քարոզչություն ու ագիտացիա, որը հրահրում է ռասայական, ազգային, կրոնական, սոցիալական կամ որևէ այլ չափանիշի հիման վրա թշնամանք եւ ատելություն։ Եվ հիմա հարցս կուզեմ ուղղել, քանի որ խաղաղության օրակարգը ավելի շատ քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախաձեռնությունն է, ես իհարկե չեմ խոսում փաստաթղթի մասին, այլ հասարակության մասին, կուզեմ ձեզ ցույց տալ թիվ 136 դպրոցի սաների կողմից նկարված այս պատկերը, որտեղ արտացոլված է հետևյալ իրավիճակը։ Սպանվում են քաղաքացիներ, այս համատեքստում սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 359 դպրոց, նույն պատկերը, սակայն այլ նկարագրությամբ, տեսնում եք ինքներդ, սպանվում են քաղաքացիական անձիկ, որտեղ սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 113 դպրոցի սանի նկար, որը նույն տրամաբանությամբ շարունակությունն է, ավելի ահավասիկ պատկերով։ Հաջորդ նկարը, այստեղ նույնպես տեսնում եք նույն դպրոցի կողմից նկարված աշակերտի նկար, որը ինքնին ապացուցում է այն հանգամանքը, որ դպրոցներում քարոզում է այնպիսի հայատացության քաղաքականություն, որը հանգեցնում է երեխաների մոտ նման մտքի զարգացմանը։ Թիվ 96 դպրոց, այստեղ նույնպես տեսնում եք նման մի պատկեր, որտեղ տանկով անցնում է մեքենայի վրայով եւ իհարկե չխոսեմ մնացած զարգացումների մասին։ Սա ամենակարևոր ցուցիչն է եւ տեսնում ենք, որ այս դևը, որը պատկերված է Ադրբեջանի երեխու կողմից, այստեղ գրված է Էրմենի, այսինքն հայ, եւ արյուն է կաթում ամբողջությամբ գետնի վրա։ Սա նույնպես դպրոցական երեխայի կողմից է նկարվել։ Թիվ 296 դպրոցի նկարը, որտեղ ավելի շատ զինվորականների գործողություններ են, այսպես բան որ գործընկերներս տեսնեն, որոնք սպանում են ադրբեջանցիներ, իսկ սպանողները ներկայացվում են որպես հայեր։ Սա ամենապարզ վկայությունն է, ցուցահանդեսն է նկարների, որոնք կազմակերպվել են Ադրբեջանում դպրոցական երեխաների շրջանակներում որպես մրցույթ։ Սա հերթական մեկ այլ նկար, երեխաները կանգնած են իրենց նկարված նկարների առջև եւ այսպիսով ցույց են տալիս իրենց մտքի զարգացման կարևոր ուղղությունները։ Սա էլ իր հերթին։ Եվ վերջում հեչ ծիծաղելու բան չկա։ Եվ վերջում եւս երկու երեխա, որը կանգնած է իրենց կողմից նկարված նկարների առջև եւ կարծես թե ոչ այդքան հպարտությամբ, այսպես իդեպ այստեղ տրենդի կողմից հրապարակված նկար, այսինքն պետական լրատվականի կողմից հրապարակված նկար է։ Իսկ որպեսզի այնպես չստացի, որ քաղաքացիական պայմանագրի որևէ падգամավոր գա այստեղ ու փորձի խեղաթյուրել փաստերը, ես կխոսեմ 9-րդ դասարանի ուսուցչի համար մեթոդական ուղեցույցի մասին, այն է հաղթանակի պատմության գրքից որոշակի հատվածների մասին։ Ավարտում է խոսքս, ասեմ, որ այն բաղկացած է 200 էջից, 351 անգամ հանդիպում է հայ արմատ պարունակող բառեր, զավթիչ բառեր, ավազակ բառ եւ այլն։ Եվ վերջում կուզեմ մի շատ կարևոր դիտարկում անել, որը կարծում եմ մեր օրյա իրականության հետ համապատասխան է։ Ով սողում է թշնամու առջև, իրավունք չունի դժգոհելու իր ճակատագրից։
Եվ ոչ մի ժողովուրդ չի կարող պաշտպանվել, եթե նրան ներսում կան թշնամուն արդարացնողները։ Սա իրոք գրել է Գարեգին։ Շնորհակալություն։